Ես Քրիս Գարթներն եմ։ Եվ սա իմ կյանքի ամենադժվար, բայց ամենակարևոր պատմությունն է։ Ես վաճառում էի բժշկական սարքեր, ոսկորների խտությունը չափող սկաներներ։ Դրանք թանկ էին, և բժիշկների մեծ մասը պարզապես չէր ուզում գնել։ Ամեն օր ես դռնից դուռ էի գնում, հույսով, որ գոնե մեկ վաճառք կստացվի։ Բայց իրականությունը այլ էր։ Պարտքերն աճում էին, հարկերը չէի կարողանում վճարել, իսկ կնոջս հետ հարաբերություններս օր-օրի փլվում էին։ Մի օր նա պարզապես հեռացավ։ Մնացի միայնակ, փոքրիկ որդուս՝ Քրիստոֆերի հետ։ Նա իմ ամեն ինչն էր։ Եվ ես գիտեի, որ որքան էլ կյանքը ինձ հարված էր, ես իրավունք չունեի հանձնվելու։ Ես որոշեցի փորձել ուժերս բրոքերային ընկերությունում։ Դա հնարավորություն էր դառնալու բաժնետոմսերի բրոքեր։ Բայց խնդիրն այն էր, որ դա 6 ամսյա չվճարվող պրակտիկա էր։ Ոչ մի երաշխիք, ոչ մի աշխատավարձ։ Միայն մեկ տեղ, տասնյակ թեկնածուների մեջ։ Բայց ես ընտրություն չունեի։ Մենք սկսեցինք ապրել վարձով փոքր բնակարանում, հետո հյուրանոցներում, իսկ հետո նույնիսկ փողոցում։ Եղել են գիշերներ, երբ որդուս հետ մետրոյի զուգարանում ենք քնել։ Դուռը ներսից փակել էի, որ ոչ ոք չմտնի։ Նա ինձ հարցնում էր. «Պապ, մենք ինչի ենք այստեղ»։ Իսկ ես փորձում էի դա խաղի վերածել, որ նա չզգա իրականությունը։ Ամեն օր ես գնում էի աշխատանքի, ժպիտով, կոստյումով, այնպես, կարծես ամեն ինչ կարգին է։ Մինչդեռ գրպանումս գրեթե ոչինչ չկար։ Ես աշխատում էի ավելի արագ, քան մյուսները։ Չէի գնում ճաշի ընդմիջման, հեռախոսով անընդհատ զանգահարում էի հաճախորդներին։ Ամեն վայրկյանը արժեք ուներ։ Երբեմն թվում էր, էլ չեմ դիմանա։ Երբ մեզ դուրս հանեցին բնակարանից, երբ վերջին դոլարներս վճարեցի հարկերի համար, երբ հերթ կանգնեցի ապաստարանում տեղ ստանալու համար։ Այդ պահերին միայն մի բան էի հիշում՝ որդուս աչքերը։ Նա հավատում էր ինձ։ Իսկ եթե նա հավատում էր, ես իրավունք չունեի կասկածելու։ Մի օր որդուս ասացի մի բան, որ ինքս էլ պիտի լսեի։ Եթե դու երազանք ունես, պետք է պաշտպանես այն։ Մարդիկ, որոնք չեն կարողանում իրենցը իրականացնել, կասեն, որ դու էլ չես կարող։ Բայց եթե ինչ-որ բան ուզում ես, գնա ու վերցրու։ 6 ամիս անց եկավ վերջնական օրը։ Բոլորս հավաքվել էինք սենյակում։ Նրանք հերթով հայտարարեցին անունները։ Երբ վերջապես լսեցի իմ անունը, ես չէի կարող հավատալ։ Ես ընտրվել էի։ Ես դարձա բրոքեր։ Դուրս եկա շենքից։ Մարդիկ քայլում էին շուրջս, կյանքը շարունակվում էր, բայց ինձ համար աշխարհը փոխվել էր։ Ես չէի լացում բարձրաձայն։ Պարզապես քայլում էի ու զգում, թե ինչպես են արցունքները հոսում։ Դա երջանկություն էր։ Իսկական երջանկություն։ Այդ օրը ես հասկացա մի բան՝ երջանկությունը քեզ ոչ ոք չի նվիրում։ Դու պետք է պայքարես դրա համար։ Երբեմն մենակ, երբեմն մութ ճանապարհով անցնելով։ Բայց եթե չհանձնվես, մի օր կգա քո պահը։ Ես Քրիս Գարթներն եմ։ Եվ սա էր իմ երջանկության որոնումը։